Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը Մենչը շատ ակտիվ գործունեություն է ծավալում, նոր նախագծեր ու ծրագրեր, որոնց հանրությունը անհամբեր սպասում է։ Մենչի դուստրը Էլինան ևս ճանաչելի դարձավ շատ կարճ ժամանակահատվածում, եւ այժմ նրա գործունեությանը շատերը հետևում են ինստագրամյան հարթակում։ Երիտասարդ դիզայները այնտեղ ցույց է տալիս իր առօրյան եւ սիրելիի հետ անցկացրած գեղեցիկ պահերը։ Էլինան ու սիրելին նշանադրվեցին 2022 թվականին, իսկ այժմ, ինչպես երևում է Մենչի դստեր հրապարակումներից, զույգը պատրաստվում է հարսանիքի։ Էլինան լուսանկար էր հրապարակել, որտեղ գրված էր, որ ընկերուհի, ապա նշանած կարգավիճակները փոխվում են, եւ նա դառնում է սիրելիի կինը։ Էլինան եւ սիրելին նոր չէ, որ պատրաստվում են հարսանիքին։ Դեռ ամիսներ առաջ Էլինան ընտրում էր իր հարսի զգեստը եւ հստակ է, որ շատ շուտով կկայանա այս գեղեցիկ զույգի հարսանյաց արարողությունը, իսկ Star News-ը այն վստահաբար կլուսաբանի։ Հավելենք նաեւ, որ Արմեն Պետրոսյանը Հայաստանում շատ հաճախ է լինում եւ այստեղ մասնակցում է տարբեր հարցազրույցների։ Սրտի տանիքներով հաղորդման հերթական հյուրը պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն էր։ Հաղորդման ընթացքում Մենչը խոսել է տարբեր թեմաների մասին, այդ թվում կնոջ հետ ծանոթության, մեծ սիրո եւ իր ընտանիքի մասին։ Քրիստինայի հետ ծանոթացել եմ Երևանում, շատ պատահական։ Մի ամսով Մոսկվայից եկել էի Երևան ու նենց ստացվեց, որ այդ ծանոթությունը դարձավ պատճառ, որ հետ չգնացի Մոսկվա։ Մնացի Երևանում ու արագ ամուսնացանք 1 տարվա ընթացքում։ Կար տարբերակ գնալու Մոսկվա, բայց ստացվեց էսպես։ Մեր տղաներից շատերը մնացին Մոսկվայում։ Մենք էլ ամուսնությունից հետո լուրն իմացանք, որ Էլինան պետք է ծնվեր, ու ես մնացի, ինչի համար շատ ուրախ եմ։ Ես չգիտեմ, եթե գնայի, հնարավոր է ավելի լավ լիներ, կարող է եւ ոչ։ Այո, ես այդ ժամանակ հայտնիություն ունեի, բայց Քրիստինան ինձնից 10 տարի փոքր էր։ Իրեն էլ երբեմն գնում ու ինչ-որ վատ բաներ էին պատմում իմ մասին, ու ես փորձում էի նրան հեռու պահել ու այնպես անել, որ իրեն դիսկոմֆորտ չլինի, անկեղծացել էր Արմեն Պետրոսյանը։ Մենչը նաև անդրադարձավ կնոջ երիտասարդ տեսք ունենալուն, նշելով հետևյալը. Հիմա, երբ աղջիկս մեծացել է, իրենք ոնց որ 2 քույրիկներ լինեն։ Հիմա շատ եմ լսում, որ չեն ուզում ամուսնանալ։ Ես դա չեմ հասկանում։ Մարդու տեսակից է։ Ես մի քիչ հիմա շատ եմ կարևորում այդ ամուսնանալու փաստը։ Մանավանդ երեխեքս արդեն մեծացել են ու դարձել են ընկեր, ու ամեն օր մի քիչ լարվում եմ հասկանալով, թե ինչերից են սկսում խոսել հետդ ու ինչ հարցեր են տալիս։ Արդեն 22 տարի է ես ու կինս միասին ենք։ Մեր ընտանիքում բոլորս մի նպատակ ունենք՝ ապրել լավ ու ամեն մեկս մեր նպատակներին հասնել։ Ես ու կինս էլ վիճում ենք, բայց մեզանից ոչ մեկ չի գոռում։ Շատ հազվադեպ կարող է պատահել այնպես, որ ես գոռամ։ Ես էլ կնոջս շատ քիչ առիթ եմ տվել լաց լինելու համար։ Մենք շատ ենք նմանվել իրար, ավելի շատ ինքը ինձ, քանի որ նենց է ստացվել, որ Քրիստիկն իմ հետ ավելի շատ է ապրել, քան իր հայրական տանը։ Կինս ինձ մոտիվացնում է։ Ինքը շատ մեղմ ու հանգիստ մարդ է, կոնֆլիկտային չի ու ես չեմ կարող հավատալ մի պատմության, որտեղ իրա պատճառով կոնֆլիկտ կառաջանա։ Այսօր նաև ես շատ կարևորում եմ իրա ու երեխաներիս կապը։ Եթե ես ընկեր եմ, ապա ինքը քույրիկ է։ Երեխեքի համար ինքը ընկեր է, դրա համար էլ աղջիկս երբ սիրահարվեց, առաջինը իրեն էր ասել։ Նոր ինքը զանգեց ինձ հեռվից նախապատրաստում էր, թե ինչ է լինելու։ Բայց երբ իմացա իմ մեջ ամեն ինչ խառնվեց իրար, 3 օր չեմ քնել։ Իրենք իրար այնքան նման են ու այնքան շատ են սիրում, որ ամեն ինչ ընդունեցի ու անցա առաջ։ Անկեղծացել էր Արմեն Պետրոսյանն ու խոսել նաև իրենց ընտանիքում խնայող լինելու մասին։ Քրիստիկն այնքան հանգիստ է տան այդ բոլոր հարցերով, որ եթե դու իրեն հարցնես մեր այս ամսվա լույսի վարձն ինչքան է, ինքը չգիտի։ Երեխաներս մինչև ինչ որ ժամանակ հասնել է, երբ փող էին ուզում ինչ տայր իրենց, իրենք այդքան կծախսեին։ Դա տևեց մինչև այն պահը, երբ իրենք սկսեցին աշխատել ու հասկացան, ինչ դժվարությամբ ու ինչ գին ունի աշխատանքը։ Հետաքրքիր զգացողություն է, որ իրենք այս մի տարուց ավելի է ինձանից գումար չեն ուզում։ Տղաս 16 տարեկան է, որոշեց ու մեքենա գնեց։ Ինքը ուզեց, ինքը գնաց ու առավ, հիմա քշում է։ Ու ես, որ ասում եմ
Գոնե գումարի մի մասը ես վճարեմ, չի թողնում, ասում է ես եմ գնել, ես էլ կվճարեմ, հարցազրույցի ընթացքում նշել էր Արմեն Պետրոսյանը։ Հավելենք նաև, որ այս ամիսների ընթացքում Մենչը հաճախ է Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան վերադառնում ու այդ ընթացքում մասնակցում տարբեր հարցազրույցների։ Մեդիահաբի իմունիտետ հաղորդման հյուրը պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն է։ Star News-ը հետևել է զրույցին ու առանձնացրել հետաքրքիր մտքերը։ Մենչը նա խոսեց իր նախագծերի հաջողության մասին։ Նա նշեց, որ կարևոր է լավ սցենարը, հետո արդեն քաստինգը։ Ըստ Մենչի կարևոր է, երբ դերասանը մասնագիտական կրթություն ունի, սակայն իր համար առավել առաջնային են մարդկային որակներն ու թիմում աշխատելու կարողությունը։ Հաղորդման ընթացքում պրոդյուսերը նաև անդրադարձավ Անի Երանյանի հետ Միացյալ Նահանգներում նոր նախագիծ սկսելուն։ Մենչը նշեց, որ նախագծի միտքը իրենն է եղել, իսկ Անիի ընտրությունը միանշանակ էր։ Մենչը նշեց հետևյալը. Անին ճանապարհի մարդ է, միասին շատ ենք ճամփորդել, ապրել ենք երկար, միասին Full House-ի շրջանակներում։ Ուրիշ տարբերակ չեմ էլ մտածել, որովհետև գիտեմ, որ Անին կես բառից հասկանում է ինձ, ես էլ իրեն, ուղղակի իր հետ հեշտ է շատ, դա է ամբողջ պատճառը։ Նախագծի մասին խոսելով Մենչը նաև պատմեց իրենց ավտովթարի մասին։ Նա նշեց հետևյալը. Մեր առաջին հաղորդումը կիսատ մնաց։ Կալիֆոռնիայից հետո մենք 5 հոգով էինք, գնում էինք նկարահանման։ Ճանապարհին էինք ու սկսվեց սաստիկ ձյուն։ Մենք տենց ձյուն վաղուց չէինք տեսել Կալիֆոռնիայում։ Ուղղակի հրաշք ա եղել, որովհետև մեքենան ֆրիվեյի վրա շրջվեց ու կողքից հարված ստացանք։ Մեքենան բարձրացավ երկուակի վրա, պատկերացնում էինք, որ կշրջվեր, բայց ուղղվեց ու մտածում էինք, էլի հարված կլինի, որովհետև ֆրիվեյ ա, բայց հրաշք եղավ։ Փառք Աստծո, լուրջ վնասվածքներ չունենք, բոլոր բարձիկները բացվել էին։ Անկեղծացել էր Մենչը հաղորդման ընթացքում։ Ձեզ ենք ներկայացնում նաև Անի Երանյանի հրապարակած հոլովակը դեպքից հետո։ Ոնց ես Մենչ։ Ամենահետաքրքիրն է, որ հենց ինքն է կապած։ Հա, ես ու դու Նստենք նայ, դուրս նայ։ Շատ է ցավացել։ Որտե՞ղ։ Նայ դուրը սուր է։ Հոյանից ու դարակեր, Հենց իմ դրնից։ Հենց իմ դրնից եմ եղել դարը։ Ելավ ավտոն վերև, տեսար, խմելուց։ Ես ասի շուռ տալ։ Ես եմ։ Նորը սարը ես ասի շուռ ենք ալի։ Դասալ ես ինչից ենք բացել։ Լավ է, չէ, բայց ցավը։ Ես մի տարի ինձ միշտ հարցնում են այդ Միրանց Արոկյանի հետ ինչ-որ խնդիր ունեք, կռվել եք թե չէ, ուզում եմ հիմա օֆիցիալ հայտարարեմ, այո, խնդիր ունենք ու կռվել ենք ու դες լիքը խնդրեմ ունենք։ Սխալ եմ ասում, բայց Չես ասում, ի՞նչ դե որ սխալ եմ ասում, ուրեմն չքեսքելով բայ։ Չհասկացա, արա, դու ես մեղավոր, դե ես եմ մեղավոր։ Ես կապ չունեմ։ Էսա։ Այս տարիների ընթացքում Մենչը նաև մի քանի այլ հարցազրույցի է մասնակցել, որի ընթացքում խոսել է Միացյալ Նահանգներ տեղափոխվելու և Հայաստան այցի մասին։ Տան զգացողությունը Հայաստանում է։ Տարին մի քանի անգամ երկար ժամանակով Երևանում եմ։ Իհարկե, նաև հարմարվել եմ Միացյալ Նահանգներում կյանքին, քանի որ մինչև տեղափոխվելս բազմաթիվ անգամներ որպես զբոսաշրջիկ եմ այցելել։ Ունեմ շատ ընկերներ ու հարազատներ, ընտանիքս էլ էնտեղ է։ Կապս հայրենիքիս հետ երբեք չեմ կորցնում, տան զգացողությունը միանշանակ մեծ է Հայաստանում, Հայաստանն իմ տունն է, յուրաքանչյուր հայ, ով ապրում է Հայաստանից դուրս, կարելի է համարել, որ վարձով է ապրում, նշել էր Մենչն ու խոսել նաև հումորի զգացողության ու դրա կարևորության մասին, առանց հումորի կյանքը կդժվարանա, նշել էր Մենչն ու հավելել, հիմա մարդկանց տրամադրությունը այլ է, բայց հումորային նախագծերը պետք են, որովհետև առանց հումորի կյանքը և իրավիճակը կդժվարանան, անկեղծացել էր Մենչը իր վերջին հարցազրույցի ժամանակ։ Դե իսկ Star News-ը այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը, Մենչի վերջին հարցազրույցներից և իհարկե այն պատասխաններից, որը նա տվել էր իր մասին սկանդալային ու կեղծ վերնագրերին։